Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ շատ հետաքրքիր թեմայի մասին ենք այսօր խոսելու։ Կարճ ներկայացնեմ, հոկտեմբերի 1-ից 3-ը կինոյի տան մեծ դահլիճում Հայաստանի կինոգործիչների միությունը ներկայացնում է Նյու Յորքում բնակվող եւ ստեղծագործող Փարիզում, Երևանում եւ այլուր բազմաթիվ կինո եւ թատերական հետաքրքիր նախագծեր իրականացնող թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Այս տարի Ոսկե ծիրան կինոփառատոնին նա արժանացել է Հայաստանի կինոգործիչների միության պրոֆեսիոնալ գիլդիաների դերասանական մրցանակին։ Այս ամենի մասին ենք զրուցելու եւ այս օրերին հայրենիքում գեղեցկուհի ներկայացուցիչ եմ։ Այո, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Նորա Արմանի։ Բարի լույս, բարի առավոտ։ Շնորհակալ եմ, բարի լույս ձեզ, միշտ հաճելի է ձեզ հետ վերականգնվել այստեղ։ Իսկապես շատ շնորհակալ եմ։ Դուք ամեն տարի գալիս եք Հայաստան, այս տարի այնպես է ստացվել, որ հուլիսին, եթե չեմ սխալվում, ձեզ հետ կապ են հաստատել, որ դուք սեպտեմբերին պետք է գաք Հայաստան, Ոսկե ծիրան փառատոնին պետք է ամփոփվի այն ֆիլմով, որտեղ որ դուք եւ գլխավոր դերակատարն եք եւ ռեժիսորն եք։ Նախ ինչպես էր արձագանքը ձեր, սպասված էր թե ոչ։ Հետաքրքրական է, որովհետեւ այս վերջի քանի տարիներուն այդպես է ստացվում, որ երբեմն նույնիսկ մեկ անգամից ավելի գալիս եմ Երևան եւ դա շատ լավ բան է, որովհետեւ մենք պետք է որ միշտ հայրենիքի հետ գաբը հաստատ լինի, գաբը ուժեղ լինի եւ քանի որ ես այստեղ փոքր բնակարան ունեմ, ինձ համար շատ հեշտ է գալ եւ մնալ ինքս իմ տանը։ Ուրեմն իմ ծրագրերի մեջ այս տարի այնպես էր որ միայն սեպտեմբերին պետք է գայի, բայց մինել ստացա հրավեր Ոսկե ծիրանից, որ մեր համատեղ արտադրված համատեղ ռեժիսորայով ֆիլմը Հարություն Խաչատրյանի վերջին գայարան պետք է որ ցույց դրվի Փագման հանդիսությանց Ոսկե ծիրանի եւ իրենց մասնավոր հրավերով ներկա եղա հուլիսին։ Իսկ այն իսկ ժամանակ Պարոն Խաչատրյանը առաջարկեց, որ ինչու չենք կազմակերպել ծեր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Եւ հավասիկ որ այս անգամ այդ արիտով այստեղ եմ, բայց ոչ միայն, որովհետեւ ես նաեւ նկարահանվեցա Հրաչ Կեշիշյանի լիամետրաժ ֆիլմում, որ մոդադեն են եկող դարի երևի լույս կտեսնե, հետո նաև Հակոբ Խազանչյանի հետ ներկայացում ենք պատրաստում, բայց դա արդեն չեմ խոսիր այդ մասին, որովհետև ավելի ուշ նոյեմբերին կկայանա։ Այ հետաքրքիր մշտացել է Հրաչ Կեշիշյանը, որ ձեզ զանգահարել է եւ այդ առաջարկն է արել, դա ինչ ապրումներ էր, արդյոք մենք բավական քանի տարի առաջ ծանոթացանք եւ ես իր կորձին ծանոթ էի եւ շատ կփափակեի, որովհետեւ շատ մեծ որակով միջազգային մագարտակի որակով ֆիլմեր եւ սերիալներ գարդատրե եւ ասի որ շատ պիտի փափակեի անոնց մեջ մաս կազմել Եվ այդպես ստացվեց, որ Ոսկե ծիրանի բացման օրը դեմ դիմաց եկանք, ասա ես քեզ համար տեր ունեմ։ Իրավ, ինչ ուրախացա, մորակրոջ տերը Դեյսի խաղում եմ եւ շատ ուրախությամբ գնացի Դիլիջան նկարահանեցինք հրաշալի մոմենտներ էին ինձ համար այդ երևակայական վայրում նկարահանվել Եվ հրաշալի թիմով։ Հրաշալի թիմով, իսկապես շատ գեղեցիկ դերասաններ, դաղանթավոր մարդիկ, որոնց մեջ ոմանք արդեն ճանաչում էի, ոմանք էլ ուղղակի հարտակի վրա ճանաչեցի, բայց Հրաչի մոտ նկարահանումները զվարճալի, գեղեցիկ մոմենտներ են եւ ոչ թե վայ պետք է անենք այդպես ստրես չկա շատ գեղեցիկ անցավ Իսկն այդ աշխատանքային process-ը լիովին վայելում եք շատ իսկապես Հրաչ Կեշիշյանի մոտ ուրիշ ձև չի անցնում այ հետաքրքիր ցուցադրությունից հակրկին վերադառնանք ցուցադրությանը ինչ սպասելիքներ ունենք ցուցադրության Երեք մենք առաջինը բացումը ռինգ արդեն որովհետեւ ամսի 1 2 3-ի է երեք բացվեցավ հետահայաց
ցուցադրությունը Արայիկ Գերնջակյանի Ժամկետը 7 օր ֆիլմով, որը մենք նկարահանեցինք 91-92 այդ թվականներին մութ եւ ցուրտ դարիներուն ամենայն դժվարությամբ։ Ես այն ժամանակ Լոս Անջելես Հոլիվուդ կփնագեի եւ արդեն քանիմը տելևիզիոնի սերիալներում խաղացած էի եւ այլն, եւ երբ որ Արայիկը առաջարկեց, որ իր ֆիլմում գլխավոր դերը վերցնեմ, իսկապես հրճվեցա, որովհետեւ առաջին անգամ պիտի լար ինձի համար Հայաստանի մեջ աշխատել իմ ասպարեզի մեջ։ Մինչ այդ արդեն մի քանի անգամ եղել էի Հայաստան հրավերներով եւ այլն, օֆիցիալ հրավերներով, եւ այդ եղավ իմ 4-րդ քալը Հայաստան, բայց առաջինը, որտեղ ես ուղղակի աշխատեցա իմ ասպարեզի մեջ։ Ես հարց ունեմ։ Ոսկե Ծիրանի մրցանակը ինչպես ընդունեցիք, ինչ զգացողություններ ունեցաք։ Նա շնորհավորում եմ։ Այո, շնորհակալ եմ։ Ինձ համար շատ կարևոր է, երբ որ արվեստագետը իր գոլեգաներից գնահատվի։ Եվ գիլդիաների մրցանակը ուղղակի այդ է, որովհետև Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդաների մրցանակն է սա, եւ դա ինձ դրվեց Հարություն Խաչատրյանի Վերջին գայան ֆիլմի մեջ իմ խաղարկության համար եւ մասնավոր դեր կգրավե իմ մրցանակներում։ Բայց ավելի է պարտավորեցնում հետագայում աշխատանք ներկայացնելու, թե պարզապես մրցանակը։ Չգիտեմ, չեմ գիտեր, թե ինչ է կնշանակե վերջը գերեվա այդ հարցում իմ պատասխանը, բայց ինձ համար շատ կարևոր բադիվ մներ եւ մեծ ուրախությամբ ընդունեցի։ Եվ այս երեգո կինոդանը կներկայացնենք Վերջին գայան ֆիլմը։ Իսկ մուտքն ազատ է ներողություն։ Այո, շատ լավ հարցում է, որովհետև անցյալ ինտերվյուների մեջ մոռացա ասեմ, որ բաց է մուտքը ազատ է, ժողովուրդը հրավիրված է եւ մեծ դահլիճում է, այնպես որ դեղի խնդիր չեմ կարծում կլինի։ Երեք շատ լավ ժողովուրդ ունեցանք, բավական հոտ ստիվով մարդիկ եկած էին եւ տեսնենք այսօր ինչպես կստացվի։ Վաղն ալգա, վաղվա ֆիլմը ֆինլանդացի կինոռեժիսոր Ռաքս Ռինիկանգասի ֆիլմն է, որը ֆինլանդական իսպանական կոպրոդակշն է եւ անոր մեջ էլ ես գանացի գլխավոր դերը կխաղամ։ Վաու։ Ձեր կյանքում կինոն եւ թատրոնը այսպես զուգահեռ քայլում են, բայց ո՞րն է ձեր սրտին ամենամոտը։ Օհ, շատ դժվար հարց է, որովհետեւ ես միշտ ասում եմ, որ թատրոնը տերասանին ասպարեզն է։ Դու անշուշտ փորձերդ գնես, թեմատրիչը գորոշե, այստեղ, այնտեղ, այսպես interpretation-ները եւ այլնները, բայց վերջին հաշվով, երբ որ դու բեմին վրա կբարձրանաս եւ ժողովրդին առջևն ես, տերասանն է, տերասանին ասպարեզն է։ Իսկ կինոն նույնը չէ, դու կարող ես ամենահրաշալի խաղարկությունները տալ, բայց եթե ռեժիսորը տեսնում է, որ այդ տեսարանը չի օգնում ֆիլմի հարաճացմանը, կամ պատմության մեջ հանգարց ավելորդ է գալիս, կարող է գցի մի կողմ եւ դու էլ մնաս դրսում դժբախտաբար։ Շատ լավ, նայեք, ես ում տեղափոխում միջազգային, հա, հարթակ, որովհետև այնտեղ մրցակցությունը ուժեղ է, այնտեղ դժվարությունները շատ են, ու ես վստահ եմ, որ այդ դժվարություններին բախվում եք նաև դուք։ Ինչը կամ ով է օգնում ձեզ անցնել այդ ճանապարհը։ Ճիշտը գուզեք, ամենեն կարևորը ինքսինքիդ հանդեպ քո հավատքը չգործնելն է, որովհետև ամեն մարդ խոսում է այդ մասին, որ մերժումը մեր դերասանական կյանքին մաս կգազմի։ Ես շատ լավ մի հատ ընկեր ունեի, որ քոչ էր նաև ինձ հետ աշխատում էր, եւ միշտ ասում էր, որ մեր կորձը օդիշններ անցնելն է։ Հիմա ամեն ինչ self-tape-ով եք, ձեզ ուղարկում են, դուք գարահանում եք ձեզ, պետք է ամեն անգամ գտնել խաղընկեր, որ ձեր տողերը դա եւ այլն։ Իհարկե պատահում է, որ արդեն ծանոթ եք իրանց եւ ուղղակի ուզում եմ, որ դուք այսինչ կամ այնինչ դերը մարմնավոր եք, բայց առհասարակ նույնիսկ ամենամեծ աստղերը հոլիվուդյան անպայման այդ audition ըսված process-ից անցնում են, որովհետև
պրոդյուսերները կամ կինոռեժիսորները ուզում են էկրանի վրա դեսնել եւ վստահ լինել, որ իրենց մտածած կամ պատկերացրածը ճիշտ է։ Դա իրանց ինքնին հանդեպ հավատքի բագասն է եւ ոչ թե հարցականի տնել մեր դաղանտը։ Այնպես որ երբ որ չես ստանում դերը, դա ոչ մի ձևով չպետք է որ Ուղղակի չես համապատասխան տվյալ պրոյեկտին։ Այո։ Կարող է համապատասխանես, կարող է չհամապատասխանես եւ դա ոչ մի ձևով պետք չէ խանգարի։ Հարյուրավոր օրինակի համար Մարկ Ռուֆոլոգա շատ նշանավոր դերասան, ես իր մասին լսել եմ, որ 400 հատ audition է անցել, մինչև իր առաջի դերը կարողացել է ունենալ եւ որի միջոցով ինքը այսօր մեծ աստղ է։ Բարեբախտաբար իմ առաջի քայլերս բնավ այդպես չեն եղած։ 400-ին չեն հասել։ Բայց տեսեք չի հանձնվել մարդը եւ հասել է ուզածին։ Ցուցադրությունից ավարտին երևի կլքեք Հայաստանը, երբ է հաջորդ վերադարձը Հայաստան հայրենիք։ Կլքեք մի սեք, որտեղ այդ բառը կմեկնեք, կմեկնեք, ժամանակավոր։ Ես պիտի մեկնեմ ամսի մի քանի օր վերջ նկարահան ցուցադրութենեն, որովհետև Փարիզում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի շարքն է գնում, հետահայացն է գնում, որոնց երկրորդ օրը վերջին գայանն է, որի մեջ, ինչպես ասենք քիչ առաջ, ես համատեղ ռեժիսոր եմ, համատեղ պրոդյուսեր եմ եւ գլխավոր դերը վերցնում եմ Գանացի, նաեւ սցենարի մաս կազմած եմ, քանի որ դոկուդրամա է, միակ դոկումենտալ դրաման է, որ Խաչատրյանը ռած է, իր բոլոր մյուս գործերը դոկումենտալներ են եւ այդ բարակային այնտեղ պիտի գտնվիմ եւ խոսիմ իհարկե այնպես որ պետք է վերադառնամ բայց քանի որ Հակոբ Խազանչյանի հետ մենք արդեն սկսել ենք փորձերը եւ հարաճանում է այդ գործընթացը իդ պիտի վերադառնամ նոյեմբերին որովհետեւ ներկայացնենք այդ գործը Շատ լավ ես վստահ եմ մենք նոյեմբերին էլ ուրեմն կհանդիպենք Մեծ ուրախությամբ սիրով մենք կընդունենք ձեզ։ Հեռուստայտողին հիշեցնենք, որ այսօր որտեղ եւ քանիսին։ Այո։ Ուրեմն այսօր ժամը 7-ին Գինոդանը Վերնիսաժի գողքը վերջավորության այդ մեծ շենքի ներքև գսպասենք ձեզ մեծ սիրով եւ պիտի ցուցադրվի Հարություն Խաչատրյանի վերջին գայան ֆիլմը ես այնտեղ կլինեմ Խաչատրյանն ալ իհարկե այնտեղ կլինե եւ ուրախությամբ կսպասենք ժողովրդին իսկ վաղը դարձյալ նույն ժամուն ժամը 7-ին կներկայացնենք վերջին ցանկություն ամենավերջին են վերջին ցանկություն ֆիլմը ֆինլանդացի կինոռեժիսոր Ռաքս Ռինիկանգասի որում մեջը ես մարմնավորեմ երկու գանացի գերբար փոխվելով այսպես շատ հետաքրքիր պատմություն է հիմա շատ չեմ ուզել խոսել որ մարդիկ կան եւ իրանք բացահայտեն այդ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մուտքն ազատ է ընկերների հետ, պարզապես ընտանիքի անդամներ վստահ են, որ լավ ժամանակ կանցկացնեք եւ լավ ֆիլմ կդիտեք։ Շնորհակալ ենք շատ մեր հյուրն էր թատրոնի եւ կինոյի դերասանուհի ռեժիսոր պրոդյուսեր Նորա Արմանի։ Շքեղքին շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավարը էլ ավելի լուսացրեցիք եւ մեծ էներգիա տվեցիք մեր հեռուստադիտողներին։ Շատ շնորհակալ եմ, ես հալ շնորհակալ եմ եւ գուսամ գաղառանակ ցուկալ ներգալալ։ Մեկ էլ ամեն ինչ կանենք ֆիզիկապես գտնենք այդ ժամանակը եւ մեծ սիրով ներկա գտնվենք։ Շնորհակալ ենք շատ հրավերի համար։ Կենտրոն հեռուստաընկերության ուղի եթերում ցավոք սրտի մեր հաղորդումը կրկին ավարտվեց, այս 1 ժամը 1 վայրկյանի պես անցնում է, որովհետև մեր հյուրերն են ֆանտաստիկ դրական գերհզոր էներգետիկայով, մեր ստաֆն է այդպեսին եւ մենք փորձում ենք այդ գոնե մի չնչին դրական էներգիան փոխանցել ձեզ։ Ձեզ լավ օրվա շարունակություն, ամենակարևորը ժպտացեք, փայլեք, եղեք սիրված եւ գնահատված։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Իսկ վաղը ձեզ բարելույս կասեն մեր գործընկերները Տերեզան եւ Կրիստինան։ Մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ։